Այսօրվա մեր զրույցը նվիրելու ենք բանաստեղծ Հովհաննես Շիրազին։ Նա կյանքից հեռացավ 40 տարի առաջ 1984 թվականի մարտի 14-ին։ Այսինքն մահվան 40-ամյակը լրանում է։ Եվ չեմ ուզում խորանալ Շիրազի կենսագրության մանրամասների մեջ, բայց մի ճշգրտում անպայման պետք է արվի, որովհետև այդ սխալը սպրդել է բոլոր պաշտոնական փաստաթղթերում եւ նրա ծննդյան տարեթիվը համարում են 1914 թվականը։ Մինչդեռ իրականում նա 15 թվականի ապրիլի 26-ի ծնունդ է։ Այս ապրիլի 26-ին կլրանա նրա ծննդյան տարեդարձը։ Իսկ ինչու են այդ սխալը թույլ տվել ժամանակին։ Պարզ պատճառով։ Ուրեմն ես ասեմ հարգելի ունկնդիրներին, որ 1914 թվականի հունիս ամսին ծնվել է Հովհաննես Շիրազի քույրը, որից հետո պիտի ծնվեր ինքը, 9 ամիս հետո։ Հասկանալի է, չէ՞։ 14 թվականի հունիսին ծնվել է քույրը, ինքը դրանից 9 ամիս հետո պիտի ծնվեր առնվազն։ Այսինքն 15 թվականի ապրիլին նրա ծնունդը պիտի համարել օրինական եւ բնական։ Չիմացությունը պայմանավորված է նրանով, որ երբ պատանի Օնիկին կամ Հովհաննեսին ուզում էին այն ժամանակների տեքստիլ գործարանում լենինական կոչված քաղաքի տեքստիլ գործարանում ուզում էին աշխատանքի հրամանակ գրել, անչափահասին հրամանագրելու իրավունք չունեին, այդ պատճառով մի տարով մեծացրել են ծննդյան տարեթիվը։ Ստեղծել են նոր ծննդյան վկայական 14 թվականով եւ դա դրվել է շրջանառության մեջ։ Հետագայում երբ ինքը Շիրազն ուզում էր իր ծննդյան տարեթիվը ուղղել, նրան մեղադրեցին, ասեցին, թե անպայման ուզում է իրեն Եղեռնի հետ կապել, դրա համար է անում։ Այս տեսակ ներմիտ վերաբերմունք կար։ Բայց բանաստեղծը շատ հստակ գրել է. Ես ծնվել եմ ձորերում, Եղեռնի սև օրերում, իմ օրորոցն է կորել, չգիտեմ ինչ, մայրս չգիտեմ ինչ արել, իմ օրորոցն է կորել եւ այլն եւ այլն։ Շատ ծանր մանկություն է ունեցել եւ այդ մանկության արձագանքները տեսնում ենք նրա վաղ շրջանի բանաստեղծություններում եւ հասուն տարիքի հուշերում։ Շատ ցավալի հուշեր են դրանք, որոնք դարձել են գեղարվեստ։ Որբանոցում, ամերիկյան որբանոցում, դե հայտնի է, որ Լենինականը համարվում էր որբաքաղաք, որովհետև Արևմտյան Հայաստանից բռնագաղթված հայ ընտանիքները, հայ որբերը ուրիշ ապաստան չունեին, կամ էջմիածնում էին հանգրվանում, կամ գնում էին Գյումրի եւ այնտեղ ամերիկյան որբանոցները ստեղծել էին քիչ թե շատ տանելի պայմաններ, որտեղ այդ որբերը կարողացան կրթություն ստանալ, կարողացան մարդ դառնալ եւ ինտեգրվել հասարակությանը։ Դա շատ ժամանակ պահանջող հանգամանալից քննության մեծ պիտի տանի, իսկ մենք այսօր դրա հնարավորությունը ցավոք չունենք։ 20 թվականին Գյումրի ներխուժած թուրքերը սպանում են բանաստեղծի հորը, գյումրեցի Թաթոսին, Բոստանչի Թաթոսին, եւ փոքրիկ Հովհաննեսը կամ Օնիկը ընկնում է անապաստան երեխաների շրջապատը, հետո իրենց առօրյա գոյությունը պահպանելու համար երբեմն դիմում էին անհավատալի կողությունների։ Ինքը Շիրազը պատմում էր, ես իմիջայլոց ներկայանալով ասեմ, որ
իմ պատումները, որ գրասեք Շիրազի մասին, դրանք անձամբ իրենից հեղինակից լսած պատմություններ են, խոսույթներ են, որոնք ես ձեզ ներկայացնում եմ այնպես, ինչպես հիշում եմ Շիրազի ձայնով։ Կարծես թե հիմա Շիրազը իմ մեջ խոսում է, ես էլ կրկնում եմ նրան։ Բանաստեղծություններից մեկում, որ գրել է, թե մեկից մի հաց, մեկից մի սոխ գողանում, գնում էինք արփաչայը լողանում։ Սովա, ծարա, բոկոտ, ննգնում, սար, ծոր, շրջում էինք անգիտության բախտավոր։ Չգիտեինք աշխարհն ինչ էր, մարդն ինչ էր, մենք դարդի մեջ չգիտեինք դարդն ինչ էր, չգիտեինք թե ում կուրծքն է զարդարում ձնծաղիկը, որ մենք էինք միշտ բերում, չգիտեինք ով էր ժպտում, ով լալիս, ով էր մեզ հաց, ով մեր աչքին լաց տալիս, ախ դեր մանուկ մենք ծերացած գլխի կոր շրջում էինք անգիտության բախտավոր։ Այս բանաստեղծությունը այդ որբերի սերնդի անապաստան խուժանացած երեխաների կյանքի խիտ գեղարվեստական արտահայտությունն է։ Իհարկե, պատանին փորձել է կյանքում իր տեղն ունենալ, փորձել է դառնալ դարբնի աշակերտ, անհաջող, փորձել է դառնալ շամագործի աշակերտ, կոշկակարի աշակերտ, արհեստի բոլոր տեսակները փորձարկել է։ Ես տեսել եմ, թե ինչպես է Շիրազն ինքը իր կոշիկները կարկատում, ինչ հմտությամբ, ինչ վարպետությամբ, նա կոշկակար վարպետին փող տվեց, ասեց գնա գարեջուր խմիր, թող ես քո գործիքներով իմ կոշիկները կարկատեմ։ Ես ապշած նայում եմ, թե այդ ինչ վարպետությամբ է ինքը կարկատում իր կոշիկները, ավելի գրագետ կոշկակար էր, քան հենց վարպետը, վարպետն ինքը։ Բանաստեղծական ձիրքերը ի հայտ են եկել վաղ տարիքից։ Ինքը Շիրազը սիրում էր պատմել մի դեպք կապված իր և Պոլոս Մկուչի հետ։ Պոլոս Մկուչը, գիտեք, գյումրեցիների անեկդոտների սիրելի հերոսն է, իրական մարդ է եղել Պոլոս Մկուչը, որի գերեզմանակարը կառուցվել է Ավետիք Իսահակյանի միջոցներով։ Հիմա էլ կա Պոլոս Մկուչի գերեզմանը, վրան գրված է, որ հիշատակ Ավետիք Իսահակյանից։ Սրախոս մարդ է եղել, շուկայի կարգադրիչ է, հսկիչ է։ Շիրազը պատմեց հետևյալ դեպքը, ասում է Պոլոսը որոշել էր շուկայում գյուղատնտեսական ապրանքները վաճառելու կարգ սահմանել։ Այսինքն տեղ հատկացնել, սոխը մի տեղում վաճառեն, կարտոֆիլը մի տեղում, կաղամբը մի տեղում, մրգերը մի տեղում, չգիտեմ ինչ, այս տեսակ կարգադրություններ արել։ Գյուղերից եկած ապրանքատերերին Պոլոսը ասում էր դու այստեղ պիտի ապրանքը ծախես, դու այստեղ պիտի ծախես, դու այստեղ պիտի ծախես։ Մի գյուղացի համարում է, ասում է, չէ, ես այստեղ պիտի ծախեմ, իր համար հարմար տեղ է ընտրել, ասում է, այստեղ պիտի ծախեմ։ Անհամաձայնությունը վերածվում է քաշքշուկի, քաշքշուկը վերածվում է տուրու դմփոցի, Պոլոսը մի հատ հայում է այս գյուղացուն, գյուղացին մի հատ ապտակ է տալիս, բանը հասնում է կռվի, ոստիկանը գալիս, բռնում է միլիցիոները գալիս, ասում է քելեք քաղված, գնացին քաղված։ Ես էլ ասում եմ շուկայում այդ ժամանակ ջուր էի ծախում, գուլայով։ Շուկայում ջուր ծախող երեխաներ կային, Շիրազը դրանցից մեկն էր, դեռ Շիրազ չկար արունը, Օնիկ էր։ Ասում է կուժս տվեց ինգերներից, ասի պահեք այստեղ հետարքիր բան պիտի եղնի։ Ერთ անգամ, ասում է այնքան էլ փոքրիկ էի, որ իմ ներկայությունը ոչ ոք չէր նկատում։ Գնացել ենք, ասում է քաղմաս կոչվածն էլ, ասում է մի սեղան էր ընդամենը, այն ժամանակներում, մի սեղան կար, դրանց մի 2-3 աթոռ կար։ Հիմա ասում է ոստիկան միլիցիաները քննում են, հարցնում են, ինչի զարգիր մարդուն, ասում է քյուֆուր տվավ, հիշուծա քյուֆուր տվավ, դու էլ քյուֆուր տայիր, օղուն ասում է ես կրնամ են որպես քյուֆուր տավ,
Բոլոս բուկուշտ է, ես իմ ինչ քանի հարկանի հայոյանք է տվել, մարդը չի դիմացել, ապտակել է ստիպված։ Ասել է լավ, 10 սմմանեց հարատ դու գամված ես, մարդուն պարոյական վիրավորանք հասնելու համար, հանե պարանտուր։ Եկ յուղացի մարդ է, ասպի ապարանք ես բերել եմ, չեմ ծախել պարա չունենք, չունիս գնա պեջ։ Ասպի հայ, թակ բերեմ, վեր եկենում գնում է, բոլոսը տեսնում է, որ ես միլիսյոներ է, ոչ գրանցեց, ոչ անուն ազգանուն հարցրեց, ոչ մի բան չկա, մարդը գնաց, կգա թե չի գա, ասված գիտի, ասպի ես էլ կանգնած նայում եմ, բոլոսը նայեց, ոստիկանին միլիցիոներին, ասում եք, ես էլ երկուսին իրար հետ կաշեմ, բոլոսը են օր կաշե, միլիցիոները բոլոսին կաշե, ժամանակը կանցնի, ասում եք, կես ժամանցավ այդ մարդը չկա, մի ժամանցավ չկա, բոլոսն ասաց, ես ժամանակ չունիմ, ասեց, սպասեմ ինչև էդի պարապերի, նստած միլիցիոներին ասում եմ, մի հատ ապտակ տվեց, ասեց, պարեն օր կպերեն, թող կեզի տա, նու ես դեպքը, միջադեպը Շիրազը պատմում էր հրջվելով, որ ինք այդ դեպքին ականատես է եղել։ Առաջին բանաստեղծությունները հայտնի են եղել 1926 թվականից։ 26 թվի Լեննագանյան մեծ երկրաշարժը, 88 թվի երկրաշարժից առաջ էլ մի հատ էլ մեծ երկրաշարժ 26 թվին է եղել։ Ժաշկը եկավ գետնի տակից, Շիրազի տողերն են։ Ժաշկը երկրաշարժը եկավ գետնի տակից, այս բանաստեղծությունը տարածվել է, բանավոր տարածվել է ժողովրդի մեջ, շուկայում ես կողմենքում և բոլոս բուկուչը կանչել ասել է հլա ոդանավորը տեսա տեսնիմ։ Ասում է դրանից հետո բոլոսի վերաբերմունքը իմ նկատմամբ փոխվեց դրականորեն։ Հետո իհարկե, երբ որ արդեն 30-ական թվականներին փորձել է արհեստագործ դառնալ, բոլոր տեսակի աշակերտ լինելու փորձերը անհաջողությամբ են ավարտվել, ջուլհակի աշակերտ է դարձել տեքստիլ գործարանում և 1932 թվականից տեքստիլ գործարանի մանածագործ թերթում տպագրվել են Շիրազի առաջին բանաստեղծությունները Հովհաննես Կարապետյան ստորագրությամբ։ Այն ժամանակների Գյումրին կամ Լենինականը մի տեսակ տուգանային քաղաք էր նաև։ Ինչ իմաստով տուգանային, որովհետև խորհրդային առաջին տասնամյակներ կասկածելի վարքագծի տեր, քաղաքական կասկածելի հայացքներ ունեցող մարդկանց ուղարկում էին Գյումրի։ Մայրաքաղաք Երևանում նրանց չէին արտոնում բնակվել։ Այս պատճառով էր, որ տեսեք, Բարամ Ալազանին արտաքսել էին աշտարակ, Գյումրիում Գեղամ Սարյաններ, Ատրպետներ, Ատրպետը նշանավոր տժվժիկ նորավեպի հեղինակն է, որի հիման վրա էլ ստեղծել են ֆիլմը, տժվժիկ ֆիլմը բոլորս գիտենք։ Գեղամ Սարյաններ Լեննագանում եղել է դեպք օրինակ ասենք հացը գրքույկով էր, Հովհաննես Կարապետյանը Օնիկը բանաստեղծությունների տետրը տալիս է Գեղամ Սարյանին կարդալու մոռանալով, որ հացի գրքույկը տետրի մեջ է։ Գեղամ Սարյանը տանում կարդում է բանաստեղծությունները, տեսնում է, հետո ման է գալիս Շիրազին, երկար ուշացումով է կարողանում գտնել։ Երկար ժամանակ ընտանիքը հաց գնելու հնարավորություն չի ունեցել։ Կասկածել են Շիրազի վրա, թե տարել ծախել ես, կերել ես։ Մի օր Գեղամ Սարյանն ասում է, Օնիկ, ես զարմանում եմ, դուք ոնց եք հաց ուտում, ձեր գրքույկը տետրիդ մեջ էր բանաստեղծությունների հետ միասին։ Վերցրու, գոնե գրքույկը վերցրու։ Սա է եղել կյանքի հիշարժան դեպքերից մեկը։ Հետո իհարկե Բարամ Ալազանը, որ հաճախ էր այցելում Գյումրի, իրավունք ուներ գրելու, թե Հովհաննես Շիրազին ես պեղեցի Լեննականից։ Գտել է բանաստեղծին Լեննականից։ Իմջալոց շատերը Շիրազի մանից հետո գրքեր գրեցին,
իրենց մտերմությունն ապացուցելու համար թույլ տվեցին սխալներ իրենց դերը գերագնահատելու համար մարդկագիրք է գրել, ես անունները չտամ, ինքը ավելի շատ է երևում, քան Շիրազը իր գրած գրքում։ Կեղծիքներով, ավելորդություններով, սխալներով, այդպես գրել են եւ ես ճշգրտել եմ դրանք, իմիջիայլոց ես ունկնդիրներին նաեւ ներկայանամ, որ ես նպատակադրված իրականացրել եմ շատ կարևոր մի գործ, ինձ հաջողվել է հրապարակել Շիրազի բոլոր այն գործերը, որ ինքը իր ողջության ժամանակ չկարողացավ հրատարակել։ Ես սա համարում եմ իմ կյանքի գլխավոր նպատակներից մեկը, նույնիսկ ուզում եմ հիշեցնել արգո ունկնդիրներին, որ երբ Հովհաննես Շիրազը դիմել էր ակադեմիական ընտրություններին մասնակցելու համար, պարզ է Հովհաննես Շիրազին Պարուսևակին ակադեմիա չէին ընդունելու, այդպիսի ընտրություն բացառված էր, նրանք չէին կարող լինել, բայց տեսեք, ակադեմիկոս մեկը, ես անունը չտամ, անունների վրա չխաղանք այսօր, ակադեմիան բանաստեղծների տեղը չէ, հայտարարել էր մեկը, բայց ակադեմիայի անդամ թղթակից անդամ ընտրեցին Սիլվա Կապուտիկյանին, ընտրեցին Վահագն Դավթյանին, որտեղ վերջին ակադեմիկոս Ավետիք Իսահակյանն է եղել ներիրականության մեջ։ Հետագայում Պարուսևակը չընտրվեց, Հովհաննես Շիրազը չընտրվեց, Պարուսևակի փոխարեն ընտրվեց Վաչեն Նալբանդյանը, ընտրվեցին ուրիշներ, թե ինչ է, ես չգիտեմ, այդ ընտրամաղը չգիտես ինչ օրինաչափություններով է գործում։ Գոնե խորհրդային ժամանակներում չգիտենք, հիմա չգիտենք ինչպես է։ Երկար ժամանակ ընտրություններ չեն եղել, որ տեսնենք ինչ է։ 10 թվին եղել է, 17 թվին եղել է, դրանից հետո չի եղել։ Այդ ժամանակ այդ հարգարժան, գուցեև իր մասնագիտության մեջ բացառիկներ դուրում ունեցող մեկը, որ արժանացել է ակադեմիկոսի կոչման, հայտարարել էր, թե 60%-ով անտիպ բանաստեղծին ինչպես կարելի է ընտրել Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի անդամ։ 60%-ով անտիպ։ Որտեղ Շիրազը մի համատաբար գրել էր, թե իմ ստեղծագործությունների 60%-ը անտիպ է։ Հետո ես տեսա, որ 60 չէ, 80%-ն է անտիպ։ Այսինքն 20%-ով է Շիրազը տպագրված եղել եւ հայտնի ժողովրդին։ Հիմա ես հետմահու Շիրազի մայից հետո այս վերջին տասնամյակներում հատկապես կարողացել եմ հրատարակել Շիրազյան հետևյալ գրքերը, ասեմ, որ երևա, թե իրականում ես հենց այնպես չեմ հայտարարում, ես ասում եմ այն, ինչ որ արել եմ, փաստն եմ ասում։ Ինքս եմ հրատարակել այն հատնտիրը, որ 1977 թվին կազմել էր Շիրազը, բայց չէր կարողացել հրատարակել։ Դա հրատարակել եմ 2011 թվին։ 2012 թվականին ես հրատարակել եմ իմ մենագրությունը Շիրազի մասին, Հովհաննես Շիրազ, բանաստեղծը եւ մարդը։ Երկրորդ գիրքը հրատարակել եմ 2015 թվականին, այսինքն երկու հատոր գիրք եմ հրատարակել Շիրազի մասին։ Դրան գումարած 2011 թվականին Երևանի Պետական Համալսարանի հրատարակչությամբ կարողացել ենք լույս ընծայել Արամ Սիմոնյանի բարեհաճությամբ այն ժամանակներում Շիրազի Անի պոեմը, որ ամբողջ կյանքում միակ երազանքն էր բանաստեղծի, Անի պոեմը ստպվի ջանդամը թե կմեռնեմ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմին, հաջորդում էր տպվի Անին ու նոր մեռնեմ երազանքը։ Անին կարողացանք տպագրել 2011 թվականին։ Անին, որը կարելի ասել բանաստեղծի հզորագույն երկերից մեկն է, գրողգործոցներից մեկը, դա պատմափիլիսոփայական հզոր պոեմ է, ավելի քան 300 էջ կազմող։ Մենք պոեմ ասելով հասկանում ենք, ասենք Թումանյանի Անուշի չափ մի պոեմ։ Ես Անուշը թերագնահատելու միտում չունեմ։ 856 տող է Թումանյանի Անուշ պոեմը, մինչդեռ
Ասենք Պարուր Սևակի անգլերենի զանգակատուն պոեմը 7000 տող է։ Հովանես Շիրազի անի պոեմը 12000 տող է։ Հովանես Շիրազի թոնդրակեցիները պոեմը, որ էլի ես եմ տպագրել, 14000 տող է։ Հովանես Շիրազի հայոց դանթեականը պոեմը, որ ես հրատարակել եմ 6 սկզբնաղբյուրների համադրությամբ եւ տպագրվածի համեմատությամբ 2021 թվականին 16000 տող է։ Դուք չեք պատկերացնի, հարգելի սիրելի ունկնդիրներ, թե ինչ է նշանակում այդքան ստեղծագործել եւ մնալ անտիպ ժողովրդից թաքուն, բայց Շիրազը այն մեծ հզոր բանաստեղծական երևույթն էր, որ չէր մնում անտիպ։ Օրինակ ինձ նման մեկը անկիր գիտեր Շիրազի բոլոր գրածները։ Այդ հսկայական պոեմները, որ ասացի, ես դրանք բոլորը ծայրից ծայր անկիր գիտեի։ Մի անգամ առիթ եղավ Աբովյան քաղաքի կինոյի դահլիճում, կինոյի տանը, հանդիպում էր բանաստեղծ Հովանես Շիրազի հետ, դա 1967 թիվն էր։ 67 թվին կինոյի դահլիճում Աբովյան քաղաքի հանդիպում բանաստեղծի հետ, թղթիկների վրա հարցեր էին գրում, որտեղ Շիրազն ասում էր, խնդրում եմ, հարցերը գրավոր ուղարկեք, որ ես կարողանամ տեսակավորել եւ նաեւ պատրաստվեմ պատասխանելու։ Իհարկե ինքը հանկարծաստեղծ էր, վիթխարի հանկարծաստեղծ, ինչպես Սայաթ-Նովան։ Անակնկալ էր դրա մտածողությունը։ Բայց օրինակ ասենք այդ հարցաթղթերի մեջ թերթիկներ էին փոքր, մեկը գրել էր թե սիրելի Շիրազ, հասկացանք, որ մեծ բանաստեղծ եք, հասկացանք, որ մրցակից չունեք վերջին շրջանի հայ բանաստեղծության մեջ, հետ Չարենցյան շրջանում։ Այս Սամվել Մուրադյանին որտեղից գտաք։ Մարդը անկեղծորեն գրել է։ Հիմա Շիրազի պատասխանն է հետաքրքիր։ Շիրազը պատասխանեց դրանց, ես չգիտեի, որ ձայնագրում են Շիրազի։ Ասաց, թե Սամվել Մուրադյանը Երևանի Պետական համալսարանի ուսանող է, բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի։ Մեր տարիքային տարբերությունը 30 տարի է, բայց անկախ այդ տարբերությունից մենք իրար վստահում ենք, իրար սիրում ենք եւ անում ենք կատարյալ ընկերություն։ Պատճառը, որովհետեւ այս ուսանող պրոֆեսորը ոչ միայն գիտի բոլոր այն տողերը, որ արդեն գրել են, այլև գիտի բոլոր այն տողերը, որ դեռ նոր պիտի գրեմ։ Սա եղավ Շիրազի անակնկալ պատասխանը։ Վերջերս ինձ հրավիրել էին Աբովյան քաղաք գրադարանում ինձ հետ հանդիպում էր, խոսեցին գրողների մասին եւ այլն, պարզվեց, որ գրադարանը ունի այդ ձայնագրությունը, սրանք մեծացրել էին Շիրազի այդ խոսքը եւ բան էին դա, մեծ պլակատ էին դարձրել եւ ես այսքան ասացի միայն նրա համար, որ ունկնդիրներս համոզվեն, որ Շիրազի մասին խոսում է ոչ պատահական մարդ, այլ նրա ստեղծագործությանը ծանոթ, անկիր իմացող, հրապարակող, հետմահու Շիրազյան երկերը հրատարակած, այդ պոեմները, որ ասացի, դրանցից բացի հրատարակել եմ նաև Խուշարձան հայրիկիս գիրքը, հրատարակել եմ նաև Անտիպ էջեր խորագրով Շիրազյան 4 հատոր, կարծեմ սիրելի Ռաֆիկ Հակոբյանը ունի 4-րդ հատորը, չէ, ես ես նվիրել եմ կարծեմ։ Հիմա պատրաստում եմ 5-րդ հատորը եւ օրակարգում են 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ հատորները։ Այսինքն դուք արդեն երևի հավատում եք, որ ահա գիրքը հայտնվեց, շատ ուրախ եմ, որ գրքի օրինակը այստեղ է, երբ որ ուզենաք մեր սիրելի Հակոբյանը կարող է ձեզ բոլորիդ ցույց տալ։ Գիրքը գրքի էջեր, անտիպ բանաստեղծությունից իմ հրատարակածները բոլորը անտիպ գործեր են, բոլորը անտիպ ստեղծագործություններ են։ Եվ քանի որ այս գիրքը մեջտեղ եկավ, ես Շիրազ բանաստեղծին գնահատելու համար չեմ ուզում հանրահայտ, շատ անգամ ասված, ծեծված խոսքեր, արտահայտություններ կրկնել։ Ուզում եմ
բոլոր ունկնդիրների համար էլ նոր բան ասել, որ մարդիկ նոր կողմերով տեսնեն եւ ճանաչեն Շիրազ բանաստեղծական երևույթը։ Երբ Հովհաննես Շիրազը գրում էր, ես անգիր եմ հիշում եւ ճշգրիտ չեմ հորինում, երբ Շիրազը գրում էր ինձանից վեր նարեկ մել լոկ, սա հենց այնպես պատահական խոսք չէ, ինքը հենց այնպես չէր ասի։ Եվ նարեկը հիշեցի այս գրքում ես զետեղել եմ նաև Շիրազի մի բանաստեղծությունը։ Այդ բանաստեղծությունը կարևոր եմ համարում, որովհետև գիտեք ինչ, բանաստեղծությունը այնպիսի երևույթ է, որ կապված է մարդկային գեղագիտական ճաշակի հետ։ Կընկալի թե չի ընկալի։ Պատկերավոր մտածողության այս մակարդակը, այս որակը ընդունելի է, թե ընդունելի չէ։ Վերջապես Շիրազյան մակարդակը հետչարենցյան շրջանում ինչ նոր բնագծեր է բացել գեղարվեստական մտածողության մեջ։ Այդ տեսեք, երբ Պարուհ Սևակին հարցնում են, ես երկու անգամ ականատես եմ եղել։ Մի անգամ հարցրել են ազգային գրադարանի դահլիճում, մի անգամ էլ Պոլիտեխնիկական ինստիտուտի դահլիճում։ Բարեբախտաբար ես խոսում եմ նաև ՎԿ-ի անունից, ՎԿ-ի ներկայությամբ։ Այդ երկու հանդիպումներին էլ ներկայ է եղել Գագիկ Դավթյանը, որ մասնագիտությամբ բնագետ է ու բանաստեղծ թարգմանիչ է, շատ հանրահայտ, հանրաճանաչ թարգմանիչ, Չինաստանում ճանաչում են, Իտալիայում ճանաչում են, վրացական պոեզիայից 2 հատոր մեծ գիրք է թարգմանել մարդը։ Մի անգամ ես վախվախելով ասացի, Գագիկ, դու հիշում ես, որ հարցրին Պարուհ Սևակին, թե ինչ կարծիքի է Շիրազի մասին։ Ու այսօր, ով ասես, ծամացրելով, իրեն ձեռնտու ձևով ինչ որ բան կասի, չէ, ասում են, ասողներ կան։ Շիրազին թերագնահատելու պատրաստ մարդիկ շատ կան այսօրել։ Ողջության ժամանակ նրան հալածում էին այն ժամանակվա գրական կյանքի ղեկավարները, բոլոր պաշտոնյաները, Շիրազի մայից հետո էլ 40 տարի հալածում են նրան ժառանգները։ Այսօր էլ վարկաբեկում են, բանաստեղծին աշխատում են ցեխ շպրտել իսկապես համաժողովրդական մեծագույն բանաստեղծի համբավի վրա։ Շատ դատապարտելի երևույթ է։ Հիմա տեսեք աստիճանաբար կհամոզվեք, թե Շիրազը հիմք ուներ այդպես գրելու իր մասին։ Արդյոք դա մեծամտության արտահայտություն չէ, ինձանից վեր նարեկ մելոք։ Հիմա տեսեք, այս գրքում արդեն կա, եւ սիրելի Ռաֆիկը հավանաբար կարդացել է, ես իմ առաջաբան հոդվածում էլ վերել եմ այդ հոդվածը, այդ բանաստեղծությունը, մարդը գրել է, ոչ, հայոց հանճարն երբեք չի հանգել, բոլոր դարերը հերթի են կանգնել, որ գան ու անցնեն մեծ նարեկացու հոնքերի հսկա կամարի տակով, որպես բեղերի տակով Աստծու, որ անմահացավ ինքն էլ նարեկով։ Աստված անմահացավ նարեկով։ Բոլոր բանաստեղծներն անցել են նարեկացու հոնքերի տակով, բեղերի տակով։ Եվ Պարուհ Սևակը դա նկատի ուներ, որ ասաց, ինչ կարծիք կարող է ունենալ մի ոմն Պարուհ Սևակ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի մասին, որի ողնաշարի վրա է բարձրացել հետչարենցյան շրջանի մեր ամբողջ գրականությունը։ Սա է բանաստեղծի կարծիքը բանաստեղծի մասին։ Հիմա այս գրքում, Անտիբեջերի 4-րդ գրքում, ես գիտակցաբար դրել եմ նաև մի բանաստեղծություն, որի մեջ Հովհաննես Շիրազը բնաբան է վերցրել Համո Սահյանից։ Համո Սահյանը գրել է Շիրազին նվիրված բանաստեղծություն. Սուրբ Մասիսը բերանիդ կայծակելով ծերացար, կերան ոգին էլ մարմնիդ, բայց նոր Մասիս դու դարձար։ Սա նույնպես պատահական խոսք չէ։ Հիմա դուք տեսեք եւ համոզվեք, որ
իսկապես մեծերը իրար ճիշտ են հասկացել եւ ճիշտ են գնահատել։ Տեսեք, Չարենցի կապակցությամբ, Չարենցի գեղարական մահվան կապակցությամբ մեր բանաստեղծական միտքը երբեք չի լռել, բանաբան Չարենցի իրավունքները վերականգնելուց հետո 54-ից հետո բոլորն էլ գրել են Չարենցի մասին։ Եվ քանի որ Շիրազի ամբողջ ձեռագիր ժառանգությունը միանգամից իմ ձեռքը չի ընկել, ինձ տվել են ժառանգները մաս-մաս։ Ասեք, մի գիրք տպելու չափ ձեռագիր տալիս են, ես չգիտեմ, թե էլ ինչ մնաց այնտեղ։ Այս պատճառով է, որ որոշ ստեղծագործություններ, պոեմներ հանկարծ հայտնվում է արդեն տպագրելուց հետո հայտնվում է մի ավելի լավ տարբերակ։ Ես ստիպված եմ լինում այդ տարբերակը նույնպես ներդնել, տպագրել։ Որովհետև մենք եթե բարով խերով կարողանանք երբևէ իրականացնել Հովհաննես Շիրազի երկերի ակադեմիական լիակատար հրատարակություն, որը կանցնի 20 հատորից, առանց չափազանցության, տեսեք, Ավետիք Իսահակյան հրատարակել են 14 հատորով, ես եղել եմ խմբագրակազմում, Հովհաննես Թումանյան հիմա հրատարակում ենք 10 հատորով, ես նույնպես կապ խմբագրակազմում, և 5-րդ հատորն էլ ես եմ խմբագրել Հովհաննես Թումանյանի։ Հիմա տեսեք, Հովհաննես Շիրազին, եթե մենք կարողանանք հրատարակել բոլոր գործերը իմի բերելով, խորհրդային ժամանակների հրատարակածները ամբողջացնելով, ինչպես օրինակ ես հայոց դանթեականը պոեմը ամբողջացրել եմ համեմատելով 6 սկզբնաղբյուրներ տպագրվածի հետ, ձեռագրերի հետ միասին նաև հիշողությամբ վերականգնելով այն հատվածները, որ տպագրված պոեմում չկա։ Ապավինել եմ նաև իմ հիշողությանը։ Իսկ ես հիշում էի բաներ, որ իսկապես այդ ձեռագրերից ոչ մեկում չկա։ Գուցե Շիրազի ձեռագրերում ինչ որտեղ կա։ Իմ ձեռքը չեն ընկել, չեմ տեսել։ Հիմա էլ օրինակ ասեք, 10,000-ից ավել նամակ ունի Շիրազը։ Այդ 10,000 նամակները ես ունկնդիրներից ներողություն եմ խնդրում, այդ նամակներից միայն մեկի բովանդակությունը ձեզ պիտի ասեմ, որ դուք պատկերացնեք, թե Շիրազը ինչ նամակ պիտի գրեր։ Եթե գրում էր նամակ, այդ նամակը ինչ բովանդակություն պիտի ունենար և ինչ պիտի պարունակեր իր մեջ։ Շիրազյան նամակները այն իրականության ամենաճշգրիտ գեղարվեստական արտացոլումներն են։ Դա ժամանակի գրական կյանքի պատկերն է, Հայաստանի քաղաքական իրավիճակի պատկերն է, դա հայության տառապանքների, ողբերգության, ազգային երազանքների պատկերն է, և օրինակ ասենք, տեսեք, անի պոեմ, ընկերներիցս մեկը ինձ կշտամբեց, շատ արդարացի կշտամբեց, ինչի համար, որտև տեսեք, ես պարծենում եմ, որ անի պոեմը հրատարակել եմ, պարզվում է, որ անի պոեմի նախերգանքի մեջ միտում բաց եմ թողել, ինչու, որովհետև տպագրվող այն տարբերակը, որ հայպեթրատը որոշել էր տպագրել, այդ տունը նախերգանքի այդ մասում չկար, դրանք հանել էին, ես էլ չեմ իմացել, չեմ զգացել, որ այստեղից բան է պակաս։ Ընկերս լեզվաբան Լեոնիդ Թելյանը, երբ որ կարդացել էր իմ տպագրած անի պոեմը, ինձ կշտամբեց ասաց, բա ուր ես մի կարևոր քարյակը բաց ես թողել։ Եվ ինչ քարյակ էի բաց թողել։ Շիրազը գրել էր. հայոց արծիվ արքաների տեղակ ամբողվել են գլխիդ բույեր անի, և որ գլխիդ կապեմ թագդ շողակ, երևանվես շողաս դու էլ անի։ Այս տունը բաց է մնացել։ Որտեղ կա այս տունը։ Պարզվեց, որ հատորներից մեկում, երբ որ իբրև հատված անի պոեմից տպագրվել է, այս տունը տպագրվել է այդ նախերգանքի մեջ ամբողջությամբ։ Հիմա, վերջերս, տեսեք, ձերքսը ընկել
մի շատ կարևոր բանաստեղծ։ Որտեղից։ Հիմա տեսեք, ես անմիջական հաղորդակցություն չունեմ Շիրազի ձեռագրերի աշխարհի հետ։ Ինձ բերում են Շիրազի զավակները։ Գիտակցաբար չեմ բերում ամբողջությամբ։ Ինչի, որովհետև դեռ հույս ունեն, որ այդ ձեռագրերը կարող է դրամական արժեք ունենան, կարող է մի մեծահարուստ փող տա դրանց դիմաց, կարող է չգիտեմ ինչ, չեն ուզում միանգամից հրապարակել։ Պատճառը երևի սա է։ Բայց բարեբախտաբար Շիրազի զավակներից Վանանդը, վերջին զավակն է Վանանդը, Շիրազի, որ արդեն պարզ է 40-ից մարդ է, 47 տարեկան, 48 տարեկան տղա է արդեն հասուն մարդ է, ինքը գիտի իր հոր ձեռագրերի արժեքը, գիտի իր հոր իրական մեծությունը եւ ինձ վստահում է ու վստահելով էլ ինձ է հանձնում, որ ես տպագրության պատրաստեմ Շիրազի հերթական հատորը։ Այ հիմա 5-րդ հատորն եմ պատրաստում։ Բայց տեսեք ինչ է ստացվել։ Շիրազը բանաստեղծ էր, որ արձագանքում էր ժամանակի ամենահարատապ խնդիրներին։ Երբ 35 թվականին լույս տեսավ Շիրազի գարնանամուտ բանաստեղծական ժողովածուն, պարզվում է, որ այդ գիրքը պատրաստ է եղել շատ ավելի վաղ, ձգձգվել է պարզապես, և 34 թվականի սեպտեմբեր ամսին Վահրամ Ալազանը Շիրազի գարնանամուտ գրքի համար գրած է եղել 63 էջանոց առաջաբան։ Այդ առաջաբանի 63 էջը ես էլ չեմ տեսել, բայց արձանագրված է, որ 63 էջ գրել է մարդը։ Չարենցը, որ ճանաչել է Շիրազին, հիմա շատերն ասում են, թե Չարենցը չի ընդունել Շիրազին, սա միակողմանի մոտեցում է։ Ինչպես չի ընդունել, երբ որ հոր նման հոգացել է երիտասարդի ճակատագրի համար և աշխատել է նրան փրկել մի շարք վտանգներից։ Օրինակ այս դեպքում 63 էջանոց հոդված գրել է Ալազանը, ասել է ալո, ես ինչ ես անում, մեղք չի է տան, մեզ կթողնեն կհարձակվեն սրա վրա։ Ու Չարենցն ինքը մտել է տպարան, այդ 63 էջից 59 էջը կրճատել է, թողել է ընդամենը 4 էջ։ Վահրամ Ալազանի այդ 4 էջով տպվել է գարնանամուտ ժողովածուն, ընդ որում ժամանակներն այնպիսին էին, որ հիմա էլ ով ուզենա որևէ գրադարան մտնել, կտեսնի, որ հեղինակի անունը ջնջել են, որովհետև Ալազանն արդեն արգելված հեղինակ էր։ Ինքը Չարենցը, Շիրազը նկարագրել է Չարենցի հետ իր հանդիպումները, ինձ էլ պատմել է քանի անգամ։ Եղել է մրցանակաբաշխություն, Շիրազը ներկայացրել է Սիամանթո և Խճեզարի պոեմը, որի մասին, տեսեք, Սիամանթո և Խճեզարի պոեմ, գրվել է 1935 թվին, հետո ունեցել է 15 դրա մշակված հրատարակություն։ Սիամանթո և Խճեզարը։ Կար ժամանակին հաճախ հաղորդում էին դրա ռադիո բեմականացումը։ Ընդ որում երգախառն այդ սիրավեպը, որ գրել էր Հովհաննես Շիրազը Գարեգին Սրբանդծյանի ավանդազրույցի հիման վրա, այստեղ շատ կարևոր մի բան կա, որում դա փայլուն պոեմ է, հրաշք գեղեցկություն է, այնպես որ Եղիշե Չարենցը պատահաբար չի դա համարել առաջին մրցանակի արժանի գործ։ Չարենցն ասել է մրցանակ տվեք, բայց անունը թերթում չգրեք, որ իմ թշնամիները չարձակվեն սրա վրա։ Ասում է Չարենցն ինքը ցանկություն էր հայտնել, որ գնամ իրեն տեսնեմ։ Ինձ առաջնորդում էր Ռուբեն Զարյանը, արվեստաբան Ռուբեն Զարյանը, այն ժամանակներում երիտասարդ։
Գնացինք, ասում է, Չարենցը ապրում էր Կինոմոսկվայի դիմացի հյուրանոցում, այն ժամանակներում, դեռ տուն չուներ։ Պարկած էր, ասում է, վատառողջ վիճակում, երևի մորֆիայի ազդեցությամբ։ Ասում է, իմացավ, որ ես գնացել եմ, իսկ մինչև, ասում է, այդտեղ հասնելը, մինչև Չարենցին հասնելը, հանդիպեցի, ասում է, Թումանյանի աղջկան, Նվարդ Թումանյանին։ Իմ կարոտած և չտեսած Թումանյանի կարոտը ուզեցի նրանից առնել։ Աղջկանից։ Հիմա Նվարդ Թումանյանն ասում է, տարօրինակ մի հարցում արեց, ասեց, հո դու չես Հովհաննես Շիրազը։ Ես էլ ասում եմ կիսախռիվ մազերով, տարօրինակ հագուստներով, կարկատած շորերով եւ այլն, մեկն էի այն ժամանակ, ասի, հա, ես եմ։ Ասեց, ափսոս ուշ եկար։ Չարենցի մոտից են դուրս գալիս։ Նա բլոկնոտի մեջ, ծոցատետրի մեջ արտագրել է քո 3 բանաստեղծությունը։ Մեկը հին աշխարհը չեմ տեսել, ոչ մի բան չեմ հիշում, այդ բանաստեղծությունը հանրահայտ է, հիմա էլ կա։ Մյուսը Նիագարա բանաստեղծությունն է, Նիագարա կիչնես ցած, բարձունքներից հավերժորեն խռոված, Նիագարա այս աշխարհում դառն ու ցուրտ, մայր բնության հավերժական դու զայրույթ, Նիագարա երբ քեզ նեղեն զորել նայս, ոնց չներվի իմ մայր արաքսնան մուրաս, Նիագարա ես քո տարերքն սպիտակ, երկի ժամին ազգում եմ իմ կրծքի տակ։ Ասել է Չարենցը ոչ միայն արտագրել էր, այլև անգիր գիտեր, 3-րդ բանաստեղծությունը չեմ հիշում որն էր։ Այդպես է մնացել է անհայտ։ Ասում են ցույց կլինի Նվարդ Թումանյանը հորինել է, հելա։ Ես էլ եմ հորինում, Նվարդ Թումանյանն էլ է հորինում, բոլորը հորինում են, եւ Շիրազին ձեր պարտողները ճիշտ են դուրս գալիս։ Հիմա տեսեք, Գարնանամուտին հաջորդեցին բանաստեղծական նորանոր ժողովածուներ։ Տպագրվեց Սիամանթու Խճեզարեն։ Համալսարանի ուսանող էր Շիրազը արդեն 36 թվականից։ Եկել էր համալսարան, լսել էր Արսեն Տերտերյանի դասախոսությունները, Տերտերյանը նրան բացատրել էր ինչ է բանաստեղծական պատկերը, գիտականորեն, ոգևորվել էր եւ ասում է, ես ինչ որ հիմա պատմում եմ, խրխնում եմ այն ինչ որ Շիրազն ասել է բառացել։ Կարծում եմ չեք կասկածի։ Ասում է, երբ որ Տերտերյանն ասաց, թե բանաստեղծական պատկերը կարող է լինել շատ ընդգրկուն, կարող է ուղղակի նույն երևույթին չվերաբերել անվիճաբար, բայց արտահայտի նույն երևույթը, պատկերի նույն երևույթը։ Ասում է, ես էլ եվեզից օրինակներ ուզեց։ Ես ասում է, գնացի փնտրեցի, գտա Իսահակյանի մի բանաստեղծությունը, դու չես հասկանա։ Ես իմ սիրելի ունկնդիրներին պարզապես հորդորում եմ գտնել եւ կարդալ Իսահակյանի այդ բանաստեղծությունը։ Ես հիմա ամբողջությամբ չեմ արտասանել դա։ Մի մասը կհիշեցնեմ, բայց մյուսները դուք հիշեք, որովհետեւ սա ամեն հայ մարդ, մանավանդ մտավորական հայ մարդ, պարտավոր է իմանալ Իսահակյանի այդ բանաստեղծությունը։ Եվ դա պիտի իմանա նաեւ Շիրազի գնահատմամբ։ Չեմ տեսնում շքեղ վարդերը գարնան, վշտից խավարեց գոհարն աչքերիս, ծանրացավ աշխարհն ու սերիս վրա, զուր ես հարցնում պատճառը վշտիս։ Ես զավակ, դժբախտ ու փոքրիկ ազգի, սրտիս արյունով մեծ վիշտ եմ գրում, վերքը անսահման իմ հայրենիքի, իմ բյուր խոցոտված սրտում եմ կրում, թրջել, սավառնել, ճախրել եմ ուզում, բայց շղթան ամուր գանել է գետնին, կուռ լուծը ազգիս ուսերս է փշրում, դու չես հասնելու իմ արապ վշտին, տիեզերական զայրույթով, թույնով, արդ ես ինքս ինձ խայթում եմ ահա, թող կորչեմ անհուշ եւ անհիշատակ, իմ խորունկ վիշտը դու չես հասկանա։
Մտածեք, մի կարևոր հասկացություն կա գրականագիտության մեջ, որ ինձ չի հաջողվում դնել շրջանառության մեջ, որովհետև անընդհատ հակադրվողներ են դուրս գալիս եւ սովորեն, որ խորհրդային ժամանակներում յուրացրած գրական ազդեցությունը, գրական կապերը, ամբողջ հայ գրականությունը դուրս էին բերում Լերմոնտովի, Պուշկինի եւ Նեկրասովի շալվարից։ Ցույց տալով, թե տեսեք հայ գրողներն ինչպես են ազդվել ռուս գրողներից։ Ուրեմն այդ ամենը կարելի է անել, բայց որ ասենք մի Սամվել Մուրադյան մեր ժամանակներում, մեր ասում են լսեք, կա գրական առընչությունների ավելի հիմնավոր, ավելի խոր եղանակ, գրական ազգացություն, հատկանիշների մի ամբողջական համակարգ, որից պարզ է դառնում, թե ինչու Մովսես Խորենացին, Գրիգոր Նարեկացին, Սայաթ-Նովան, Աբովյանը, Չարենցը, Ռաֆին, Թումանյանը, Շիրազը, Պարուսևակը, Աբոսայանը, ինչու են սրանք հայ գրողներ։ Եվ ինչու են Պուշկինը, Լերմոնտովը, Դաստոևսկին, Տոլստոյը, Միխայիլ Կալցովը, չգիտես ով, Բելա Ախմադուլինան, Եվգենի Եվտուշենկոն եւ մյուսները, սրանք ինչու են ռուս գրող։ Միայն ռուսերեն գրելով։ Եթե այդպես լինի, Վիլյամ Սարոյանը պարզ գրել է, չէ, միջավայրը, որ պատկերում եմ ամերիկյան է, լեզուն, որով գրում եմ անգլերենն է, բայց ես էությամբ, հոգեբանությամբ հայ գրող եմ։ Վիլյամ Սարոյանը այսպիսով ուզեցել է իրեն կապել հայ իրականության հետ, բայց նա հայ գրող է այնքանով, ինչքանով, որ 1924 թվականին հրատարակել է իր բանաստեղծությունների, ներողություն, Սարոյանը չէ, Լևոն Զավեն-Սուրմելյանը հրատարակել է իր բանաստեղծությունների լույս Զվարթ ժողովածու։ Զվարթը իր մահացած մոր անունն է, Լևոն Զավեն-Սուրմելյանը 24 թվականին Արշակ Չոբանյանի աջակցությամբ հրատարակել է նրա գիրքը, բանաստեղծությունների գիրքը, հետո մարդը գրել է անգլերեն։ Գրել է ձեզ եմ դիմում տիկնայք եւ պարոնայք վեպը 98-6 ըստ Ֆորենհայթի երկու խոշոր հզոր վեպեր, որոնք ամերիկյան գրականության զարդերն են իսկապես։ Ճիշտ է, որ ձեզ եմ դիմում վեպը 44 թվականին գրված, իր կյանքի պատմությունն է, մեր ցեղասպանության պատմությունն է, եւ Լևոն Զավեն-Սուրմելյանը հայ իրականության մեջ շատ ուշ է հայտնվել։ Որ 44 թվականին Ամերիկայում հրատարակված գիրքը Հայաստանում հրատարակվել է 1980 թվականին։ Պատկերացրեք, ավելի ուշ հրատարակված մի գիրք, այդ 98-6 Ջերմաշյան Ֆորենհայթի, մարդու ջերմությունն է, թոքախտավոր հիվանդի։ Սա էլ հրատարակվել է Ամերիկայում անգլերենով եւ տարբեր երկրներում անգլերենով լույս տեսնելուց 15 տարի հետո։ Բայց այդ նույն Լևոն Զավեն-Սուրմելյանը նաև դարձել է գրականության շատ խոշոր տեսաբան։ Արցախ ստեղծագործությունների խոշորագույն տեսաբանն են ամբողջ աշխարհում մեկ։ Ամերիկյան համալսարաններում եւ քոլեջներում մինչեւ հիմա Լևոն Զավեն-Սուրմելյանի Արցախի տեխնիկա, չափ եւ խենթություն վերնագրով գիրքը օգտագործում է որպես գոհական դասագիր։ Այդ դասագիրքը մեր իրականության մեջ ընդհանրապես մի քանի տարի առաջ է թարգմանվել։ Եվ մեր ուսանողները պատկերացրեք շատ ուշ են իմանում, որ կյանքը իսկապես մի մեծ հսկայական քաոս է, եւ այդ քաոսը կարգապերողը գրողն է, որ իրականությունից վերցնում է այնպիսի փաստեր, որ նրանք կտան իր ասելիքը տեղ հասցնելու եւ գեղարվեստական ընդհանրացման հնարավորություն։ Գրողը կյանքի քաոսի կարգապերող։ Սա Լևոն Զավեն-Սուրմելյանի միտքն է, որ խորհրդային ժամանակներում հնարավոր չէր, որ որևէ մեկը իմանար եւ կիրառ։ Ուշացած ենք իմանում շատ։ Հիմա դառնանք Շիրազին։ 40-ական թվականներին նրա ազգային հայրենասիրական քնարը
ամենից զորեղն էր։ Եվ պատահական չէր, որ դեռ 30-ական թվականներից իրենց բնութագրող, քաջալերող, գնահատող խոսքով Հովհաննես Շիրազ երևույթը փորձեցին արժևորել Ավետիք Իսահակյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, հետո իհարկե, երբ Շիրազը թարգմանվեց ուրիշ լեզուներով, ռուս իրականության մեջ Նիկոլայ Տիխոնովը գրեց, թե կլասիկ կրակներով լիքն է Հովհաննես Շիրազի պոեզիան։ Հետո իհարկե ֆրանսիացի գրականագետ քննադատ Պիեր Պարաֆը գրեց ուրիշ ձորեր Շիրազի մասին։ Պարսիկ գրականագետ քննադատ Ահմեդ Շամլունը ասաց արևելքի մեծ բանաստեղծներից մեկն է Շիրազը։ Հետո արաբ բանաստեղծ թարգմանիչ Նիզար Խալիլը կամ Խալիլին, որ թարգմանել էր Շիրազի Սիամանթո եւ Խջեզարե պոեմը, գրել էր իմջալոց ես հանդիպել եմ Նիզար Խալիլի հետ, ասում էր, թե ես սպասում եմ այն օրվան, երբ համաշխարհային այս բանաստեղծի բոլոր երկերը կթարգմանվեն իմ մայրենի արաբերենով։ Սա պատահական գնահատական չէ։ Հիմա հետո ինչով էր հայտնի Շիրազը։ Հայտնի էր իր ըմբոստությամբ, հայտնի էր իր համարձակությամբ, հայտնի էր իր խիզախությամբ, ուղղակի, որովհետև տեսեք, նա 59 թվականին գրեց Ղարաբաղի ողբը հանրահայտ բանաստեղծությունը։ Այսօր որ կարդաք այդ բանաստեղծությունը, կտեսնենք, որ դա ժամանակին մեծ խիզախում է եղել։ Իր 3 բանաստեղծական ժողովածուներով, որ վերնագրել էր Հնար Հայաստանի, մեկը լույս տեսավ 1958 թվականին, բայց թողարկվեց 2 տարի կալանքի պահվելուց հետո 60 թվականին։ Երկրորդը լույս տեսավ 64 թվականին, երրորդը լույս տեսավ 74 թվականին, 10 տարի ընդմիջումից հետո, եւ վերջում, երբ որ Գևորգ Հայրյանը դարձել է սովետական գրող հրատարակչության տնօրեն, նա կազմակերպել էր Հովհաննես Շիրազի երկերի հրատարակություն 5 հատորով, բայց կարողացավ հրատարակել միայն 1 հատոր, ինքը։ Հետագայում Հարություն Ֆելեկյանը հրատարակեց եւս 3 հատոր, 4-րդ հատորը, որի մեջ պիտի զետեղվեին Անի եւ Հայոց Դանթեականը պոեմները, այդ հատորը լույս չտեսավ այդպես էլ։ Հիմա այս նաեւ Շիրազի հետմահու հրատարակություններից հետո, երբ որ մենք արդեն ունենք քիչ թե շատ ամբողջական պատկերացում Հովհաննես Շիրազ մեծ բանաստեղծական երևույթի մասին, աստիճանաբար ավելանում են, հայտնաբերվում են, ես էլ կոչով դիմում եմ բոլոր ունկնդիրներին, ում մոտ կամ ում հարազատի մոտ կան Շիրազյան ձեռագրեր, Շիրազյան մեքենագիր տարածված, որտեղ ժողովրդի մեջ նա տարածվում էր, չտպագրված, որովհետև այդ բանաստեղծը ի վերջո անտիպ չէր մնում, նա ուներ հանրային մեծ լսարանի հետ լայն հաղորդակցություն, օրինակ ինձ ժամանակին ես չեմ թաքցնում, անվանում են Շիրազի քայլող տպարան, որովհետև ամեն հանդիպման ժամանակ ես Շիրազի մի անտիպ ստեղծագործություն ներկայացնում էի հանրությանը։ Ժողովուրդը այդպես հաղորդակցվում էր բանաստեղծի հետ, ինքը հաղորդակցվում էր ժողովրդի հետ, ինքը լսում էր ժողովրդի վերաբերմունքը, տեսնում էր իր ստեղծագործության նկատմամբ, ավելի էր ոգևորվում եւ ստեղծագործական նորանոր խիզախումներ էր կատարում։ Այնպես որ ես միայն մի բանի մասին եմ պիտի խոսեմ, մի բանաստեղծության մասին, ներողություն եմ խնդրում, եթե չարաշահում եմ ժամանակը, բայց եթե անկարևոր լիներ չէի ասի։
Կամ կարելի է հարց ու պատասխանի ժամանակ խոսել այդ մասին, քանի որ իմ սիրելի ունկնդիրը կարող է չիմանալ այդ հարցի մասին կամ այդպիսի հարց չի կարող ձևակերպել, ես գոնե հուշեմ, որ ինձ տվեք այսպիսի հարց ես պատասխանեմ։ Խոսքս էլեգիա բանաստեղծության մասին է, որ Հովհաննես Շիրազը գրել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին Ավետիք Իսահակյանի մահվան եւ հոգեհանգստի առիթով։ Այդ բանաստեղծությունը 32 տող է։ 32 տողանոց այդ բանաստեղծությունը ժամանակի մամուլում չի տպագրվել հայտնի պատճառներով։ Գիտեք ինչու, Հովհաննես Շիրազին գլավլիտը հսկում էր խոշորացույցով, միկրոսկոպով եւ մկրատով։ Ինչ կասկածելի բան տեսնում էր, կտրում հանում էր։ Գլավլիտը այդ էր ի վերջո։ Խմբագիրներն էլ ամեն մեկի մեջ մի գլավլիտ կար նստած, գլավլիտի աշխատող կար նստած, վախենում էր, որ հանկարծ այս միտքը տպվի իրեն կմեղադրեն։ Այս պատճառով էին գոյանում Շիրազի ստեղծագործությունների կրճատումները։ Ես իմ միտքը կրկնեմ նաև, որ եթե մեզ բախտ վիճակվի իրականացնել Հովհաննես Շիրազի երկերի ակադեմիական հրատարակություն, ապա խորհրդային ժամանակներում նրա հրատարակած բոլոր գործերը պիտի վերահրատարակվեն վերականգնելով կրճատված եւ հանված բոլոր մասերը։ Խոսքը սրա մասին է։ Հիմա այս էլեգիայի մասին։ Մարդը իր գրական ուսուցչի Ավետիք Իսահակյանի մասին գրել է իր սրտի խոսքը եւ չի կարողացել տպագրել։ 12 տող այդ 32-ից Գևորգ Հայրյանը կարողացել էր տպագրել Քնար Հայաստանի երկրորդ գրքում 1964 թվականին։ Ինձ անգամ հայտնի չէր մնացած մասը, որովհետև փնտրում էի ու չէի գտնում։ Վերջերս ինչ պարզվի լավ է, Հովհաննես Շիրազը իր կարևոր ստեղծագործությունների մի օրինակ անպայման ուղարկել է Գյումրու կուսակցության կենտկոմի քարտուղար, թե քաղկոմի քարտուղար Դոնարա Հարությունյանին։ Այս պատվարժան տիկինը մտածելով, որ Շիրազի այս գործերը իր մոտ արխիվում մնան, որ ինչ անեն, լավ կլինի, որ դրվեն շրջանառության մեջ։ Նա տվել էր, այսօր Գյումրիում կա Օնիկ Կարապետյան անունով մի անձնավորություն, որին ես դեմքով չեմ տեսել, բայց գիտեմ, որ նա կա։ Նա դպիր հրատարակչության հիմնադիր տնօրենն է։ Դոնարա Հարությունյանը տվել է այդ ձեռագրերը այս երիտասարդին, ես չգիտեմ էլ երիտասարդը թե տարեց մարդ, տվել է այս ընկերոջը, որ սա տպագրի, դրի շրջանառության մեջ։ Ի պատիվ Օնիկ Կարապետյանի, որ Շիրազի անուն ազգանվանակիցն է նաև չէ, որոշ իմաստով, այո, Օնիկ Կարապետյանն այլ նայ։ Այս Օնիկ Կարապետյանը ինձ էր ուղարկել համացանցով էլեկտրոնային տարբերակով, լուսանկար էր ուղարկել Ղարաբաղի ողբը բանաստեղծության եւ այս էլեգիա բանաստեղծության ամբողջական տարբերակը։ Այսինքն այդ 32 տողանոց ամբողջական բանաստեղծությունը ես արդեն ունեմ եւ գրել եմ 22 էջանոց ուսումնասիրություն այդ բանաստեղծության հրատարակության պատմությունը։ Եվ ցույց եմ տվել, թե ինչ է նշանակում լրացնել, մոռացության մատնել բանաստեղծի ստեղծած հզորագույն պատկերը։ Մեր զրույցի սկզբում ես հիշեցի, թե Շիրազը նամակներ է գրել Գևորգ Հայրյանին, այդ նամակներից մեկը, որ ես եմ անձամբ հանձնել Գևորգ Հայրյանին, այդ նամակը ես լավ եմ հիշում, որովհետև գրել էր հայոց դանթեականը պոեմը տպագրելու առիթով, հույս էր կապում Գևորգ Հայրյանի հետ, թե նա կլինի գրքի հնարավոր հրատարակիչն ու խմբագիրը։ Գրել էր նամակում, սիրելի Գևորգ, մինչև հիմա բոլոր գրածներս մի կողմ, այս մեկը մի կողմ։ Գործադրիր բոլոր կապերդ եւ հնարավորություններդ կենտկոմում, հրատարակություններում, գլավլիտում, պոեմս լույս աշխարհ բերելու համար։
Միշտ հիշիր, որ միտք մերցնելը ավելի մեծ ոչինչ է, քան մարդ սպանելը։ Միտք սպանողը դժոխքի շանշումն է։ Այնպես արա, սիրելի Գևորգ, որ ինքնասպանության մտքի ագրանքները գլխիցս դուրս թռչեն։ Սա մի նամակ է ընդհանրապես։ Այս մի նամակի մեջ շատ բան կա։ Հիմա նայեք բանաստեղծությունը։ Այս մի բանաստեղծության մեջ էլ, այս մի էլեգիա կոչված բանաստեղծության մեջ էլ շատ բան կա։ Ինչ է կատարվել, ինչ է կորցրել հայ ժողովուրդը Իսահակյանի մահով։ Ինչպես է կրտսեր սերնդի մեծ բանաստեղծը, ավակ սերնդի մեծ բանաստեղծի կորուստը զգացել։ Ինչպես է արժևորել Իսահակյանին։ Եվ դուք պատկերացրեք, սիրելի ունկնդիրներ, Շիրազյան այդ բանաստեղծությունը դառնում է Իսահակյանագիտության հիմնաքարը, որովհետև բանաստեղծը հասկացել է, թե ով է մեռած բանաստեղծը։ Բանաստեղծը գնահատել է մեռած հեռացող բանաստեղծին այնպես, որին դեռևս այդպիսի ընկալման, այդպիսի ըմբռնման գրականագիտությունը չի հասել։ Օրինակ, եթե գրի թե Իսահակյանի մահով խլված անին նորից փլվեց, մի նոր սիփան խլվեց ավաղ, հույսի վերջին գահն էլ փլվեց, մի նոր նարեկ մտավ դագաղ։ Ես կարծում եմ, պատկերի զորավորությունը ընկալելի դարձավ ունկնդրին, և մենք շատ լավ կհասկանանք, թե ինչու էր Շիրազը Իսահակյանին անվանում Տիեզերքի պերճ հյուսվածք։ Որտև 1893 թվականին Իսահակյանը գրել է մի բանաստեղծություն. Տիեզերքի պերճ հյուսվածքն եմ, իմ մեջ երկինքն է խոսում, բռնկում է սիրո հրդեն վշտի հեղեղ լաղմկում։ Հիմա Շիրազը գրել է. Տիեզերքի պերճ հյուսվածքն էր նարեկացու երկի նման։ Ինչպես պիտի մի բուռ հողը ծածկի սրտիկն իրանց սաղման, հայր իմ, քարերն անգամ լացին, ու քիչ մնաց լեռն Արարատ շղթան կտրե, առանձնանցնի ծումկի իջնի ողբալ կրատ։ Այն չէ նշանակում բանաստեղծի ընկալում մեծ բանաստեղծին։ Հիմա ես ժամանակի համակարգումը ընկալելով, ըմբռնելով, կրաում եք երևի, որ ասելիքը շատ է, բայց մենք այսօր բավարարվենք այսքանով, եթե արգո ունկնդիրները հարցեր կունենան, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին, կամ էլ Շիրազի ստեղծագործության վերաբերյալ, օրինակ ասենք, մի առանձին հանդիպում կարող ենք կազմակերպել հայոց դանթայականը պոեմի կապակցությամբ, որովհետև գիտեք ինչ, 412 էջանոց պոեմ է դա, 412 ամբողջ գիրքն է, մոտ 100 էջ իմ առաջաբանն է, 312 էջանոց պոեմ։ Հասկանանք ինչ է, դա այնպես սովորական բան չէ, բայց եթե Շիրազը դիմում է աշխարհի բոլոր մեծերին, և նարեկացուն, և խորենացուն, և Շեքսպիրին, և Հոմերոսին, և Դանթեին, և Գյոթեին, և Հայնեին, և Այվազովսկուն, ու սրանց բերում է ցույց տալիս հայոց եղերնի դժոխքը, այնպես որ Դանթեն խելագարվելով փախչում է հայկական դժոխքից, իրական դժոխքի հեղինակը, աստվածային դժոխքի հեղինակ Դանթեն։ Եվ Շիրազը հանճարեղորեն ստեղծել է պատկերներ, որոնք պարզապես հրավառություն, շքեղություն են ժամանակին բանաստեղծներից մեկը ասաց, լսեք ասաց Շիրազյան պատկերների այս կասկադը հնարավոր չէ ընկալել և տեղավորել։ Իսկապես այդպիսին է, այսինքն մենք հնարավորություն ունենք, կարող ենք հետագա մեր զրույցների ընթացքում սրանց առանցին անդրադառնալ, իսկ հիմա ես սիրով հաճույքով կլսեմ ձեր հարցերը և եթե կարողանամ դրանց կպատասխանեմ։ Շնորհակալություն ու գնորության համար։